տևեց մոտավորապես 20 վայրկյան։ Սկիզբն ու վեր բան էլիս։ Չհասցրին կողմնորոշվենք, որ մի բան անենք։ Քաղաքից կտրված աղմուկից հեռու Նարեկ Վարդանյանի կառուցած հանգստի գոտու բացում նոր առաջ պետք է լիներ։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Վարարած Ղարանգու գետը մինչև արդիկ քաղաք հասնելը սարերում գտնվող Նարեկի տնտեսությունն էլ չշրջանցեց։ Աշխատողին ասեցի գետն է բարձրանում, հլկադակ ասեց սպասացել կանչեմ, ու այդ մի քանի բառի ընթացքում արդեն այս բիսեդկի կեսը ծածկեց։ Ես դիմացի դոշով բարձրացանք վերև, ալիքես վերևից խփեց, այս երկու մեջի բերեգարոտկեն որ կա բասեինների, հենց մեծ հարված այդտեղ ա տվել։ Վարարած գետի հասցրած վնասը մեծ է։ Նարեկը ձկնաբուծական 9 ջրավազան ուներ, ձկները ջուրը տարել է, դատարկ պատերն են մնացել։ Մինչև գետի վարարումը ձուկը հանում էր վաճառքի, բացումից հետո էլ պատրաստվում էր հյուրերին տեղում աճեցրած ձկով հյուրասիրել, չհասցրեց։ Սկզբից սիրողական էր ես իմ համար, հետո որոշեցի հանգստի գոտի սարքեմ, որ ձուկն էլ տեղում մեր աճեցրած ձուկը բանալնի, ու դեն չհասցրի, երեք պտի բացում էր։ Գետի ջուրը տարել է նաև ջրավազանից վերև կառուցված զտման կայանի խողովակաշարը։ Ընթացքից միայն մի քանի խողովակ են կարողացել հանել։ 30 մետր է տրուբեկից է բանալ է, որը գտնվել է մոտավորապես մի 9 մետրը։ Դրանց մի մետրը մոտավոր արժեքով 5000-ը, 450 կիլո բան եմ ունեցել, մանաձուկ 100 գրամանոց։ Մեկ էլ էս միջնապատերն է էլի, ու չհաշված ծգանքերը, որ էս մի մեշոկը փրկվեց։ Հենա մեշոկներն են դե նկարած կա ջրի մեջ պատրված։ Ասում եմ, կրած կորուստներն արդիկի վնասները հաշվառող հատուկ հանձնաժողովը դեռևս միայն արձանագրել է։ Բնության արհավիրքից, սակայն, երիտասարդ արդիկցին չի կոտրվել։ Ծրագրերը մեծ են, անելիքները շատ։ Կարևորն ասում է, կամքը տեղն է, ոգին ամուր։ Տարածքը նախքին տեսքին է բերելու, հյուրեր են ընդունելու։ Թեյարան է լինելու, ստե փափուկ բարձերով սիրուն, ճաղավանդակներ էի սարքելու։ Այդքան մի բան, որ երեկոյան ժամերին շատ սիրուն է, էլի որ շող կընկնում է, սիրուն մեջը քարանձավել լուսավորվում է։ Եթե մի 10 օրից կաք հաստատ էլ էս սենց բան չեք հիշի, չեք էլ տենա։ Նարեկ Գրիգորյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։